Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Այս մասին այսօր Ազատությանը հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։ Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն ըստ նրա դրանք արժանահավատ են եւ չեն բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով։ Ազատությունն այս տեղեկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը եւ միջազգային մի շարք այլ կառույցներ։ Ընտանիքները մեզ եւս հայտնում են վատթարացող առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք եւ եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաեւ կյանքի հետ անհամատեղելի լինել։ Այսինքն ծանր դեպքեր ունենք այս պահի դրությամբ։ Այո, նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ, ինքնուրույնաբար ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկատվություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը, բայց զրկված ենք ստուգելու հնարավորությունից։ Եղածի սահմաններում ահազանգում ենք։ Ինչ վնասվածքների մասին է խոսքը։ Այդ թվում կոտրվածքներ։ Այսինքն բռնության հետևանքով կոտրվածքներ, թե չենք բացառում, պատճառները չենք կարող վերհանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարեր կարող են ենթադրել։ Այն, որ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակը օր-օրի վատթարանում է, Ազատությանն ահազանգում են հենց գերիների հարազատները։ Ճիշտ ասած, անցած շաբաթ ավելի շատ բողոքեց, որ այս քանի տարվա մեջ այդքան չէր ասել։ Անվտանգության նկատառումներից ելնելով ու հնարավոր ճնշումներից խուսափելու համար ադրբեջանական բանտում գտնվող գերիների հարազատները մեծ այդ զրույցում ներկայանալ չեն ուզում, բայց ահազանգում են։ Առանց բժշկական օգնության տարիներով ադրբեջանական 4 պատի ներսում պահվող հայերի առողջական վիճակը վատանում է։ Այդ մասին ոչ միայն գերիներն են բարձրաձայնում ժամանակ առ ժամանակ հեռախոսով իրենց ընտանիքի անդամների հետ կարճ զրույցների ընթացքում, այլև հայերի դատավարությունների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած կծկտուր տեսանյութերն են վկայում։ Գերիների ընտանիքները նաև այդ կադրերով են հասկանում, երբեմնի առողջ ու պինդ տղամարդիկ մի քանի տարվա մեջ հյուծվել են ու մաշվել։ Շատ նիհարած է։ Ոնց որ ոսկորն կաշին լինի, դաժե ներքևի ատամներն էլ չկա։ Ինքը ճիշտ այդի մեջ չի ասում, բայց դատավարության ընթացքում ինքը խոսալուց երևում է, որ ներքևի ատամները չկա, ջարդած է։ Մեկ այլ գերու հարազատ, ով ոչ միայն խուսափեց ներկայանալ, այլև ձայնագրվել, Ազատությանը պատմեց, որ հիմա բոլոր գերիներն են դժգոհում իրենց առողջական վիճակից։ Զանգեց, ասեց վատ ենք, բոլորս ենք վատ, մեկը սրտից է բողոքում, մեկը գլխից է բողոքում, մենք լրիվ անտեսված ենք։ Օրերս Ազատության հետ զրույցում արդեն 6 տարի ադրբեջանական բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն էր նաև ահազանգել, ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։ Ասում էր, որ շատ վատ է, խոսելուց էլ ինքը շատ վատ է խոսում, շնչահեղձ է լինում։ Հուսալքված, հուսահատված վիճակում է, դաժե այնքան ա եղել, որ ասել է հույս չունեմ, որ կգամ ինձ կբերեն։ 19 հայ գերիների մի մասը, որ արդեն 6 տարի, մյուս մասը շուրջ 3 տարի ադրբեջանական բանտերում են պահվում, հարազատների փոխանցմամբ զրկված են բժշկական ստուգումներ անցնելու հնարավորությունից։ Ասում հիվանդանոց բան տանում են, ասма չէ, բալես ինչ հիվանդանոց, ինչ բան, չէ, տենց բան չկա։ Գերիներին ընդե ոչ մի ձևի, ոչ մի բժշկական օգնություն ցույց չեն տալի, լրիվ մոտել, ինչ որ առողջական խնդիրներ կա, ոչ մի ձևի չեն արձագանքում, չեն օգնում, մարդկանց մոտ ամեն ինչ բարդանում է առողջական վիճակները։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություն չկա, քանի որ միջազգային կառույցների միջնորդությամբ անկախ բժիշկների հասանելիություն հայ գերիները չունեն։ Հետևաբար ընտանիքներից ստացված տեղեկությունները փաստագրվում են եւ ներկայացվում են այն կառույցներին, որոնք կարող են որևէ դերակատարում ունենալ։ Իրավապաշտպանի խոսքով այդ կառույցներին խնդրում են միջամտել կամ դիվանագիտական երկխոսության ճանապարհով հարցերը դարձնել քննարկման առարկա։
Իդեպ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանը պարտավոր է մարդու իրավունքների եվրոպական դատարանին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման, ներառյալ առողջական վիճակի մասին։ Բժշկական այդ փաստաթղթերը Սիրանուշ Սահակյանի խոսքով կհամադրվեն ընտանիքների ստացված տվյալների հետ։ Իրավապաշտպանն ասում է, որ եվրոպական դատարանը թեև չի կարող պարտադրել Ադրբեջանին ապահովել անկախ բժիշկների հասանելիություն, սակայն պարտավորեցնում է Բաքվին ապահովել գերիների առողջությունն ու անձեռնմխելիությունը եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգի տակ կդնեն նրանց կյանքը։ Նաև այդ նպատակով է Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում բանտերում պահվող հայերի բժշկական փաստաթղթերը։ It would declare that it is the sense of Congress that Azerbaijan should release these Armenian prisoners of war and all political prisoners. Իդեպ օրերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին։ Ադրբեջանական կողմի պատասխանը չուշացավ։ Միլի մեջլիսը բողոք հայտնեց, պնդելով, որ այդ բանաձևում անհիմն մեղադրանքներ են տեղ գտել եւ փաստաթուղթը հայկական լոբիի օգնությամբ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ է։